Հարաբերության հետ ինչ կապ ունեք եւ այլն, չենք փոխակերպվի, չենք տեղափոխվի։ Տիկին Ղարամանյան, դուք 5-րդ Քոչանին պատկանող կամ Քոչանից աֆիլացված 5-րդ ալիքից կարող եք տեղափոխվել ըստ էության հանրապետական խմբակցություն, ԿՊ չեք տեղափոխվի, այդ ինչի։ Պրոստը հարցա թե մենք արդյոք կընդունենք ձեզ քաղաքացիական պայմանագրում, թե չենք ընդունի։ Հանրապետական ասեցի հիշեցի, պարոն Խաչատրյան, Սևակ Խաչատրյանի մասին է խոսքը։ Տնտեսագիտական համալսարանում ձեր ուսանելու տարիներին եք ձեր տնտեսագիտական գիտելիքները ստացել, թե օրինակ պարոն Մարգարյանի թեզի պաշտպանության ընթացքում հայտնի դեպքերի ժամանակ։ Եվ անդրադառնալով տնտեսական թեմաներին շատ քննարկվեց ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա եւ հնայի վրա, ու պարոն Ֆարմանյանն էր, որ իմ հարցին պատասխան ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմը բացառապես դրական էֆեկտ է տվել Հայաստանի տնտեսության վրա։ Պարոն Ֆարմանյան, թույլ տվեք իմ շատ վատ տնտեսագիտական գիտելիքներով, որովհետև ես այդ ոլորտում չեմ աշխատել կամ շատ կարճ եմ աշխատել, բայց կասկածի տակ դնել ձեր մասնագիտական որակները, որովհետև ինչպես կարելի է ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսել, բացարձակապես նկատելով միայն այն դրական էֆեկտները, որ այն թողել է Հայաստանի տնտեսության վրա, չնկատելով օրինակ բացասական հետևանքները կամ ազդեցությունները։ Օրինակ, երբ մատակարարման շղթաները փոխվում են, պարոն Ֆարմանյան, դա ազդում է մեր տնտեսության վրա, թե չէ։ Օրինակ, ներմուծվող ապրանքների գների առաջացած դեֆիցիտը մեր տնտեսության վրա ազդում է, թե չի ազդում։ Պարոն Ֆարմանյան եւ ընդհանրապես մյուս պարոն Մանուկյանն էլ, մյուս գործընկերներից շատերն էլ խոսել էին, նախորդ բանախոսներ էր խոսում։ Օրինակ, արտահանման համար ժամանակ մեր դրամի արժևորումը ազդում է մեր տնտեսության վրա, օրինակ մեր մրցունակության վրա, մեր արտանողների, թե չէ։ Այդ ռուսաստանցի ներգաղթյալների հոսքը ազդում է մեր մոտ գների վրա, գների բարձրացման վրա, թե չէ։ Օրինակ, անշարժ գույքի սպասարկման ոլորտի եւ այլն եւ այլն։ Էներգետիկ ոլորտի վրա ազդում է, թե չի ազդում։ Օրինակ, բենզինի, դիզվառելիքի գների վրա ռուս-ուկրաինական պատերազմը ազդում է, թե չի ազդում։ Իսկ դա ազդում է մեր գյուղատնտեսության վրա, թե չի ազդում։ Իհարկե ազդում է։ Ինչի մասն է խոսքը։ Ու այդ 12% տնտեսական աճը, որ Հայաստանը գրանցել է, պատահական մանանա չի եղել մեր գլխին թափված, պարոն Նայք եւ Տիկ Նայք։ Այդ մեր էկոնոմիկայի նախարարությունը, մեր տնտեսությունը, մեր կառավարությունը ուղղորդել են այդ հոսքերը Հայաստան։ Այդ բա ոնց Սոմալի չգնացին ռուսները իրենց բիզնեսներով ու իրենց ունեցվածքով հանդերձ։ Իսկ ԵԱՏՄ անդամությունը պայման գալու համար, այդ ինչու են ցանկանում Եվրոպա մեկնել ռուսները, Եվրոպան ԵԱՏՄ անդամ է, բա Ադրբեջան ինչի չգնացին, բա Վրաստան ինչի չգնացին, բա ինչու են իրենց ուղղությունը ընտրել Հայաստանը, բա Ղազախստան, Ղրղստան, Տաջիկստան, Միջին Ասիայի երկրներ, ամենաշատը հարաբերական տոկոսով Հայաստանն են նախընտրում այդ ռելոկանտները, ինչի համար, պատահական է, թե կարող է էկոնոմիկայի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարը, կառավարությունը համապատասխան միջավայր են ստեղծել, որպեսզի այդ տնտեսական էֆեկտները մենք ունենանք։ Կամ ասում եք, չի ազդել բացական կերպով, օրինակ հացահատիկի ներմուծման, բուսական յուղի, չգիտեմ, այլ ուրի տարբեր ապրանքատեսակների գծով թանկացումներ, գնաճ, ինֆլյացիա եղել է, թե չի եղել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ է, որ ռուս-ուկրաինական պատերազմը ոչ միայն դրական էֆեկտներ է տվել Հայաստանի տնտեսությանը, այլ նաև բացասական, որոնք արդյունավետորեն կառավարվել են։ Հիմա ինչու Մոսկվայի կամ Ռուսաստանի մյուս քաղաքների նման մեր բենզալցակայանների մոտ հերթեր չեն կոյանում, որովհետև մեր մոտ կարողացել ենք դիվերսիֆիկացնել մեր ներմուծումները ու ճգնաժամերի առաջ չկանգնեինք։ Ինչպես օրինակ կանգնել էինք զենքի վաճառքի ժամանակ, երբ ավելի ուշացումով սկսեցինք այդ դիվերսիֆիկացիան։
Իդեպ նախորդ անգամ, երբ հարց էի ուղղում պարոն Ֆարմանյանին, խոսեցի ապօրինի գույքի վերադարձման մասին եւ նշեցի, որ չենք օգնել ու կրկնելու ենք այնքան ու աշխատելու ենք այնքան, մինչեւ բոլոր թալանացները իրենց թալանը հետ վերադարձնեն պետությանը եւ նշեցի, որ ձեր խմբակցությունից է կան այդպիսի մարդիկ, օրինակ պարոն Տարփինյանի հայրը պետքա վերադարձնի, պարոն Գևորգյանի հայրը պետքա վերադարձնի եւ պարոն Ղազնյանի հոր անունը տվեցի, պարոն Ղազնյանը առարկեց, որ իրենց գործը կաշվել է, ես պարոն Ղազնյան ճշտել եմ, այո, պարոն Ղազնյանից գործը կաշվել է, դատախազությունը ամբողջապես հայցից հրաժարվել է եւ ես երբ ուսումնասիրում էի պարոն Ղազնյան նկատեցի, որ քրեական գործով էր կարծեմ դատարանում էր ձեր հայրը, սպասեք, չեք լսում ինչ եմ ասում։ Քրեական գործով էր կարծեմ ձեր հայրը դատարանում էր, որովհետև ապօրինի գույքով դժվար դատարան ներկայացնել կամ ինչ որ գործի շրջանակներում էր ամեն դեպքում։ Ձեր տատին էր։ Ձեր հայրը այնտեղ էր եւ նիստից հետո ճեպազրույց էր տվել լրագրողներին, ասեց փաստորեն արդարադատություն կա։ Ենթադրում եմ, որ ձեր սրտով էր լուծվել հարցը, հիմա ինչ նկատեցի, պարոն Ղազնյան, որ դուք անընդհատ գալիս եք այստեղ ասում եք, որ քաղաքական հետապնդումներ, արդարադատության համակարգի ճգնաժամի մեջ է, որ քաղաքական հետապնդումների տեղ ունեն, քաղբանտարկյալներ ունենք եւ այլն, հիմա պարոն Ղազնյան, կողմնորոշվեք, դատարանները անկախ են, թե մեր ենթակայության տակ են։ Եթե մեր ենթակայության տակ են, դուք ո՞նց եք արդարացվում, ո՞նց են այդ հայցերը հետ կանչվում, ո՞նց է Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ, ո՞նց է ձեր դաշինքի իրական հերոս Սերժ Սարգսյանը ազատության մեջ։ Մի տենց արձագանքեք։ Սերժ Սարգսյանը իր բարերով է ասել, որ ուղիղ չի մասնակցում, բայց ոչ ուղղակի մասնակցելու է ընտրություններին եւ տեսնում եք ձեր ֆրակցիայի մի մասը հանրապետականն է, մյուս մասն էլ աֆիլացված է հանրապետականից։ Մի խոսապեք հանրապետականի հետ աֆիլյացիայից, պարոն Կարապետյան։ Գոնե դուք մի խոսապեք, ասենք ձեր հայրը հանրապետական երկարամյա գործիչ այլ է։ Ինչ է նշանակում հանրապետականից սահմանազատվելու ձեր փորձերը։ Էնի ձեր։ Լավ, գոնե ձեր կողքի պարոն Աբրամյանը կարող է, ես չգիտեմ իր կենսագրությունը, բայց ամեն հավանականությամբ այդպիսի ուղիղ կապեր երևի չունի կամ ունի կամ այդպես բացահայտ չի։ Գոնե դուք մի փորձեք սահմանազատվել հանրապետական կուսակցությունից։ Թրիպի մասով դուք, պարոն Կարապետյան, ասում էիք 20 մետր հեռավորության վրա Իրանի սահմանից, երբ կա Բահրեյնի օրինակը, Էմիրատների օրինակը, ինչպես կարող է թրիպը գործել, եթե երաշխավորներ չկան, եթե մյուս պետությունները չեն մասնակցում դրան, եթե Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, եթե դեմ են դրան, ինչպես դա կարող է գործել։ Եվ պարոն Կարապետյան, Իրանը ենթադրենք ձեր ասածով Իրանը դեմ է, շատ դեմ է։ Եվ պարոն Կարապետյան, ինչ ենք անելու։ Մենք մեր խնդիրները չենք լուծելու, որովհետև Իրանը դեմ է, թե մենք աշխատելու ենք այնպես անել, որ մեր շահերը առաջ տանենք։ Օրինակ, եթե էգզիստենցիալ խնդիր ունենք մենք էգզիստենցիալ խնդիր ունենք ու մյուս երկրի շահին ինչ որ կերպ չի սպասարկվում։ Մենք ո՞ր պետք է ընտրենք, մեր էգզիստենցիալ խնդիրները, թե այլ երկրների շահերը։